Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանն է։ Ողջույն, պարոն Քամալյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը զոհերի հիշատակը։ Եվ այս թեման բնականաբար շատ շահարկվում է նաև մեր ներքաղաքական օրակարգում, ընդդիմության որոշ հատված պնդում է, որ այս իշխանությունը գնում է ցեղասպանությունը ուրանալու մոռացության ճանապարհով։ Մենք հիշում ենք, թե ինչպիսի աղմուկ էին բարձրացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների հետ կապված, բայց որևէ մեկը նեղություն չքաշեց այս օրերին հայտարարելու, որ իրենք մանիպուլացրել են, փորձել են մանիպուլացնել հանրությանը, որովհետև վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հուշահամալիրը բաց է, քաղաքացիները այս պահին էլ շարունակում են իրենց այցելությունները, հարգանքի տուրք են մատուցում։ Բայց մենք փոքրինչ ավելի խորքային դիտարկենք հարցը, քան զուտ մակերեսային մանիպուլյացիայի տրամաբանության մեջ։ Ինչ ռազմավարություն ըստ ձեզ Հայաստանը պետք է որդեգրի կամ գուցե որդեգրել է կամ պիտի ունենա համադրելու պատմական արդարության պահանջը, ինչը մեզանում տասնամյակներով ձևավորված մոտեցում է, եւ ներկա անվտանգային ռիսկերը, որոնք վերջին շրջանում են Հայաստանի համար էականորեն ձևավորվել ու տրանսֆորմացվել։ Առաջին հերթին ես կուզենայի նշել, որ ինձ համար սա ցեղասպանությունը ոչ միայն ազգային ողբերգություն է, նաև ինքս իմ նախնիները ցեղասպանությունից մարզապուտ եղած մարդիկ են, եւ հայրական կողմս եւ մայրական կողմս սասունցիներ են, պապիս հենց Սասունում է ծնվել, երեխա է եղել եւ բռնել են գաղթի ճանապարհը, այսինքն հերթական անգամ ասեմ, որ սա ինձ համար անձնական եւ ընտանեկան ողբերգություն է, բայց դուք հարց եք տալիս, արդյոք այսօր Հայաստանի ինչպիսի ռազմավարություն պետք է ունենա այս խնդրի վերաբերյալ եւ արդյոք իմ անհատիս անձնական եւ ընտանեկան ողբերգությունը համադրելի է պետական շահերի հետ։ Սա մի շատ կարևոր կոնցեպտուալ հարց է, որը արդեն 30 եւ ավել տարիներ Հայաստանի պետականության առաջ դրված։ Իմ կարծիքով իմ անձնական ողբերգությունը համադրելի չէ, իմ անձնական ընտանեկան ողբերգությունը մշտապես չի կարող համադրելի լինել պետության կենսական շահերի հետ։ Պետությունը չի կարող հայդատականությունը, պահանջատիրությունը, վրեժխնդրությունը դարձնել իր համար մշտական դրսևորման ձև, հա։ Պետությունը կարող է որոշակի իրավիճակներից ելնելով խոսել այդ մասին, բայց պետությունը չի կարող հարատև սպասարկել նմանատիպ գաղափարներ։ Առանձին վերցած անհատներ, սոցիալական խմբեր կլինեն, հասարակական կազմակերպություններ, Սփյուռքի հետ, Սփյուռքում ձևավորված ինչ-որ խմբեր, իրավապաշտպաններ, իրավաբաններ, որոնք կարող են այս խնդրի վերաբերյալ խոսել, հետամուտ լինել, որ աշխարհը քաղաքակրթական առումով ընդունի այս ողբերգական իրադարձությունը, որ տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, որպեսզի հետագայում որևէ ժողովուրդ այլևս չի ենթարկվի ցեղասպանության եւ այլն, բայց պետությունը, կրկնում եմ, ունի կենսական շահեր եւ հայ քաղաքական միտքը, հայաստանցի մարդը աշխարհին եւ իրադարձություններին պետք է սկսի նայել միայն եւ միայն պետության աչքերով, որովհետեւ եթե դու պետության աչքերով չես նայում եւ գնում ես ուզում պետությունը վերցնում դնում ես մի կողմ եւ զբաղվում ես ընդհանրապես պատմական արդարությամբ զբաղվելու այդ մոլորությամբ, պետության մասով եմ ասում, այդ մոլորությամբ դու ուղղակի դուրս ես մնալու գլոբալ զարգացումներից եւ դեգրադացվելու ես որպես ժողովուրդ։
Այսինքն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից կամ առանցքներից մեկը չպետք է լինի եւ օրերս այդ թեմային անդրադառնալով Սերժ Սարգսյանը նշեց, որ դա մեծագույն սխալ է, այնտեղ տարբեր մեկնաբանություններ տվեց, ինչպես կարելի է ցեղասպանությունը չլինի արտաքին քաղաքականության առանցքային օրակարգերից մեկը եւ այլն, հա։ Այս ընդգծված մոտեցումը տարբերություն է, որովհետեւ նախկինում Հայաստանը այդպիսի հավանաբար դեպս ըստ այդ պաշտոնյաների այդպիսի արտաքին քաղաքականություն է վարել, հա, կան նաև օրինակ թուրքագետներ, որոնք պնդում են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում որևէ երկրի կողմից տեղի չի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքում, դրանք միշտ տեղի են ունեցել տվյալ պետության եւ Թուրքիայի կամ ավելի լայն իմաստով հարաբերություններում որոշակի հարցեր լուծելու ժամանակ միայն։ Գիտեք, հայոց ցեղասպանության ճանաչման այդ process-ը միշտ էլ կապված է հենց ավելի շատ Սփյուռքի քաղաքօջախների հետ, որտեղ մարդիկ կազմակերպել են լոբիստական աշխատանք են կատարել եւ այդ արդյունքում բազմաթիվ երկրներ ընդունել են հայոց ցեղասպանությունը։ Բայց երբ որ մենք անկախացանք, անկախության առաջին շրջանում Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությունները, հա, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ չէին վարում այդպիսի քաղաքականություն եւ հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը դրված չէր մեր արտաքին քաղաքականության հիմքում եւ բայց այդ պարագայում էլ բազմաթիվ երկրներ ճանաչեցին ցեղասպանությունը։ Հետագայում երբ որ արդեն Ռոբերտ Քոչարյանը եւ կարելի ասել դաշնակցությունը եկան իշխանության, նրանք դա դարձեցին արտաքին քաղաքականության անբաժանելի մաս եւ աշխարհից սկսեցին առնչվել արմատում ունենալով հենց այս հարցը։ Ընդհանրապես ինչ է դիվանագիտությունը, դիվանագիտությունը եւ ինքը կարելի ասել շայերի առևտուր է, երբ որ դու քո ողբերգությունը դնում ես շայերի առևտրի հիմքում, ապա դու պետք է հստակ իմանաս, որ ամեն պահի դա կարող է օգտագործվել եւ օգտագործվել ինչ-որ գերտերությունների կողմից, բայց հետագայում նորից քնեցվի այդ ամեն ինչ, այսինքն դու ավտոմատ կերպով խոցելի ես դարձնում ինքդ եւ դա քաղաքագիտական առումով անընդունելի վարքագիծ է, ոչ միայն բարոյական տեսանկյունից եմ ասում անընդունելի է, որտեղ ողբերգությունը չի կարելի դարձնել առևտուր, նաեւ քաղաքագիտական տեսանկյունից է դա անպտուղ քայլ Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից։ Շատ լավ, առհասարակ օրինակ ցեղասպանության թեման Հայաստանում տարածաշրջանային այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, հա, ցեղասպանության թեման, ինչպես է ազդում դրա վրա կամ առհասարակ ազդում է թե չի ազդում, որովհետև հենց այս հարցը չդարձնել առաջնային, դա նաև ընդդիմադիր որոշակի շրջանակների կողմից ներկայացվում է որպես ուրացում։ Ներքաղաքական զարգացումների համատեքստում այդ պաթոսային պոռոտախոսությամբ կարող են բոլորն էլ զբաղվել, բայց այլ խնդիր է, երբ որ դու քեզ պատկերացնում ես որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության կրող, այդ դեպքում դու ինչպիսի քաղաքականություն պետք է վարես։ Ցանկացած քաղաքական ուժ հենց այդ ելակետից պետք է իրողություններին նայի։ Տեսեք, մի պարզ օրինակ, երեկվա դրվագը, որը արդեն երկար տարիներ այդպես են, դրոշ այրելու այդ process-ը, հա, ինչ է սա։ Մարդիկ վառում են Թուրքիայի Հանրապետության դրոշը, այսինքն դրոշ այրելով ցույց են տալիս, որ մենք հաշտ չենք ձեր պետության գոյության հետ։ Եվ ես ողջունում եմ երեկվա վարչապետի քայլը, որ դատապարտեց այդ արարքը։ Գիտեք, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, մենք ուզում ենք, ցանկանում ենք, ինքս էլ ցանկանում եմ, որ Թուրքիան քաղաքակրթական տեսանկյունից առերեսվի այդ ամենի հետ, ընդունի իր մեղքը, աշխարհն էլ ընդունի, դատապարտի այդ ամենը, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը ինչ-որ խնդիր պետք է ունենա թուրքական պետության հետ, հա, եւ հենց դա է խնդիրը, հա,
դաշնակցության եւ մեր նման մտածող մարդկանց տարբերությունը հենց սա է, որ մենք խնդիրներին նայում ենք պետության աչքերով, իրենք խնդիրներին նայում են պատմության, իրենց կուսակցության նեղ գաղափարախոսական ինչ-որ շրջանակի մեջ են դրել այդ ամենը։ Եվ հենց սա առաջացնում է շատ լուրջ խնդիր։ Եվ դրա վառ օրինակը վերջի իրադարձություններն էր, որ տեղի ունեցավ Արցախում։ Կրկին դաշնակցությունը եւ դաշնակցության պրոդաշնակցական ուժերը կրկին պետությունը վերցրեցին եւ դրեցին մի կողմ, չհաշվարկեցին իրենց քայլերը եւ կանգնան ծանրագույն ողբերգության առջեւ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարություն տարածել, ասում է գլուխ ենք խոնարհում հայոց ցեղասպանության 100 հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքները, բարօրություն եւ բարգավաճում են մաղթում բարեկամ հայ ժողովրդին։ Վարչապետը այսօրվա իր ուղերձում նաեւ նշեց, որ չպետք է թույլ տալ, որ աշխարհակական միջազգային խաղացողների համար այս թեման դառնա, այսպես ասենք, խաղաքարտ, միմյանց դեմ օգտագործելու եւ հետո ասաց, որ մենք դուրս ենք եկել այդ թակարդից, մասնավորապես վարչապետը խոսում էր այն տրամաբանության մեջ, որ հայոց ցեղասպանության, այսինքն դրա հանգամանքներին էր անդրադառնում եւ այլն, եւ ասում էր, որ հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է դա, եւ մենք դուրս ենք եկել այդ թակարդից ու այսօր Հայաստանին եւ հայ ժողովրդին այդպիսի հրավեր անելու փորձը ուղիղ ճանապարհ է դեպի կառափնարան, կխնդրեմ սրան էլ անդրադառնալ եւ մասնավորապես հասկանանք, թե այդ ինչ հրավեր է արվում մեզ, որը ուղիղ ճանապարհ է կառափնարան, որը զուգահեռ Սրան անդրադառնալու համար առաջին հերթին եկեք հասկանանք ցեղասպանության ակտը, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, ինչի արդյունքում էր, Թուրքիան ըստ ամենայնի քաղաքական որոշում կայացրեց ազատվելու հայկական բնակչությունից, որը հազարավոր տարիներ ապրել էր այդ հողում եւ այդ հողը ըստ ամենայնի իրենց համար պատմական հայրենիք էր, բայց Թուրքիան որոշում կայացրեց, Օսմանյան կայսրությունը որոշում կայացրեց ազատվել այդ բնակչությունից։ Դա առաջին համաշխարհային պատերազմի շրջանում էր եւ դրանից առաջ էլ արդեն հայ-թուրքական հարաբերությունները ծրված են, որովհետեւ հայ ժողովուրդը թե գիտակցապես, թե նաեւ ֆիզիկապես հայտնվեց ռուս-թուրքական պատերազմների արանքում եւ կարելի ասել վերածվեց գործիքի։ Ինչքան էլ ցավալի լինի, մենք պետք է այս քաղաքական իրողության հետ առերեսվենք եւ հասկանանք, որ հայոց ցեղասպանությունը, այդ ողբերգությունը հենց տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմների արդյունքում։ Այո, Թուրքիան ինքն է գլխավոր մեղավորը, Թուրքիան ինքն է կայացրել այդ որոշումը եւ Թուրքիան է գլխավոր պատասխանատուն բոլոր առումներով, բայց հայ քաղաքական մտքի եւ Ռուսաստանի ազդեցությունը այս հարցում միանշանակ է եւ մենք պետք է առերեսվենք դրա հետ։ Եվ այսօր էլ մենք պետք է այդ ամենը բերենք եւ դնենք այսօրվա զարգացումների համատեքստում եւ հասկանանք մենք արդյոք դասեր քաղել ենք այդ ամենից, թե չէ։ Եթե մենք այսօր էլ թույլ տանք, որ տարբեր տարածաշրջանային կամ ընդհանրապես գլոբալ ուժեր կարողանան այս հայ-թուրքական այս կնճռոտ հարաբերությունները օգտագործել իրենց շահերի համար, մենք կրկին կդառնանք գործիք եւ կրկին կենթարկվենք չեմ վախենում այդ բառը, շատ հնարավոր է կրկին ենթարկվեց ցեղասպանության, կտրվեց գոհարմատից, գողից։ Սա քաղաքական հասունություն պետք է ունենալ, այդ քաղաքական միտքը պետք է ձերբազատվի դաշնակցական ոչ միտեղ չտանող այդ գաղափարասոցիալական մոլորությունից եւ կրկնում եմ պետք է աշխարհին սկսի նայել պետականության աչքերով, պետության աչքերով, որտեղ պետությունը ունի կենսական շահեր, պետությունը պետք է հաշվի առնի, որ Թուրքիան
դա Հայաստանի Հանրապետության համար աշխարհագրական իրողություն է, իր հարևանությամբ է գտնվում, ունի 90 միլիոն բնակչություն, Թուրքիան այն պետությունն է, որ աշխարհի ոչ մի գեոպոլիտիկ կենտրոն, լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, եթե Թուրքիան մի բան չցանկանա, ոչ մի գեոպոլիտիկ կենտրոն իր կամքին հակառակ Թուրքիային չի կարող ստիպել, որ Թուրքիան ինչ-որ բան կատարի։ Սա պետք է մենք հասկանանք սա։ Այո, Թուրքիան իր շահերից ելնելով միտեղ կարող է զիջել, միտեղ կարող է մանևրել, լեզու գտնել։ Վերջապես մենք պետք է հասկանանք, անկախ մեր վերաբերմունքից թուրք ժողովրդին, Թուրքիան շատ վաղուց պետականության զգացում ունեցող ժողովուրդ է, հասկանում է պետության նշանակությունը, ըստ ամենայնի կարելի է Թուրքիային համարել քաղաքական ազգ եւ այդպիսի եւ այդ իրողության հետ հայ ժողովուրդը պետք է հաշվի նստի եւ ինքն էլ փորձի դառնալ քաղաքական ազգ, ընկալի քաղաքական իրողությունները այնպես ինչպես կա եւ կարողանա լեզու գտնել եւ ոչ թե դառնալ ռեգիոնում արդարության դրոշ բարձրացնող եւ աշխարհից մեկուսացող ինչ-որ մի համայնք, այլ դառնա պետություն, որը կարողանում է հաշվարկել շահեր։ Տեսեք, մի պարզ օրինակի վրա բացատրեմ։ Այսօր Եվրամիություն եւ Չինաստան առևտրային շրջանառությունը 800 միլիարդից ավել է կազմում արդեն։ Սա շատ կարևոր մի հանգամանք է եւ այդ առևտրային շրջանառության համար անհրաժեշտ են ճանապարհներ, ալտերնատիվ ճանապարհներ։ Եվ այսօր Հարավային Կովկասը եւ Փոքրասիական թերակղզին, որտեղ գտնվում է Թուրքիան, այդ ալտերնատիվ ճանապարհներից մեկն է։ Եվ Թուրքիան այսօր գիտակցում է, որ այդ ճանապարհների հանգուցում ինքը շատ կարևոր դեր կարող ունենալ։ Եվ դրա համար է օրինակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մշտապես խոսում, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է խաղաղություն, որտեղ նրանք հասկանում են, որ ներկա պահին այդ խաղաղությունը Հարավային Կովկասի բխում է իրեն շահերից։ Հիմա եթե մենք վերցնենք եւ դեմ գնանք Եվրամիությանը, Չինաստանին, Միացյալ Նահանգներին, բոլորին, Թուրքիային եւ ասենք մեզ պետք չի ոչ մի ինտեգրացիա, ոչ մի տնտեսական շահ, մեզ միայն եւ միայն անհրաժեշտ է պատմական արդարության հաստատում, մեզ ոչ մեկ լուրջ չի վերաբերվելու։ Երբեք քեզ լուրջ չեն վերաբերվելու։ Մենք պետք է հասկանանք, որ անհատների, սոցիալական խմբերի կամ չգիտեմ, ինչ որ հասարակական կազմակերպությունների միջոցով դու կարող ես խոսել ցեղասպանության մասին եւ պարտավոր ես խոսելու, բայց պետության շրջանակում պետությունը պարտավոր է առաջնորդվել իր կենսական շահերով, հաշվի նստել ռեգիոնալ եւ գլոբալ զարգացումների հետ։ Չենք անում սա։ Հայաստանը դուրս է մնալու բոլոր տեսակ զարգացումներից եւ դառնալ է խոցելի եւ մարող պետություն։ Կհասկանանք, կօգտվենք հնարավորությունից, կարողանանք դառնալ քաղաքական ժողովուրդ, քաղաքական ազգ, քաղաքական միտք ու շահեր գեներացնող ժողովուրդ, կկարողանանք նաեւ մեր տեղը պահել աշխարհի մի զարգացող ընթացքի մեջ։ Շնորհակալ եմ, պարոն Քամալյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանն էր։